Իմ կարծիքով կավելանա, որ եւ կրկնում եմ, այդպիսի հարց տալ այն պարագայում, երբ որ հարյուրավոր դեպքերով ձայնագրություններով ապացուցվում է, որ երկրում քրեաօլիգարխիկ մնացուկները, որոնք ջախջախվեցին, միլիարդներով կաշառք են բաժանում, ու դուք դրա մասին ոչ մի բան չեք ասում, ձեր լրատվամիջոցների մեծ մասը, կներեք, լրատվամիջոցների մեծ մասը հրապարակվում է հակակոռուպցիոն կոմիտեն օրը 10 հատ օրինակ ֆակտորը հրապարակում է անընդհատ տեսել եմ, բայց կներեք բազմաթիվ ուրեմն լրատվամիջոցներ, դες ոնց որ թե երկրում բան չկա, երկու հոգի բան է խոսում, ասեք պետական նախկին բարձրաստիճան պաշտոնյա բան է խոսում, ասում է դե կզանգես նախագահի հետ անունն էլ տալիս է, բան է, կասես դե բան է, էնի պիտի եսի ինչ ան, հետո դե ասում է 400,000 սրան տվեցի, 600,000 սրան տվեցի, 7.5 միլիոն սրան տվեցի, 8.5 միլիոն, կներեք, մի վարքյան, 8.5 միլիոն սրան տվեցի, 9.5 միլիոն սրան եւ այլն, բան չի եղել երկրում, որևէ բան տեղի չի ունեցել։ Ուրեմն տեղի ա ունեցել եւ իմ քաղաքական գործունեության հաջորդ հնգամյակը նվիրված է լինելու նվազագույնը բոլոր այն մարդիկ, որոնք որ անցել են այդ գործերով, շաբաթը մեկ հետաքրքրվել, թե դրանցից ով նստեց, ով չէ։ Ոչ մեկ չի պրծնելու, ոչ մեկ ու ուղիղ հայտարարում եմ, այդ ուղիղ չէ, եթե ես լսել եմ, որ այսինչ մարդը ձայնագրությամբ լսել եմ, մի վարքյան, ձայնագրությամբ լսել ենք, որ այսինչ մարդը իր երկու հոգի իրար հետ ասում են 6 միլիոն 850, չէ, բազար են անում իրար հետ, ասում են չէ, 6 միլիոն 850 չի, 6 միլիոն 650 է, այն մեկը չգիտեմ, մեկուսին ջինս է տալիս, այն մյուսին ես իմ ինչ է տալի, հիմա, մի վարքյան, չէ, ասում եմ, ես հետևելու եմ, որ այդ դուրս պրծուկները նստեն, եւ եթե նախկինում ինչ որ եղանակներով այդ դուրս պրծուկները չեն նստել, այս անգամ նստելու են ու պիտի նստեն, որովհետեւ սա պետության ազգային անվտանգության հարց է։ Չի կարող մեկը գալ ինչ որ տեղից միլիարդավոր դրամներով բանանել, փողեր բաժանել ու հետո դες բան չի եղել, էլի։ Պարոն Պապայան, այս ժողովուրդը ուրեմն տեսեք, կար եռագլուխ պատերազմի կուսակցություն եւ իր պոչ։ Պոչը կտրել է եւ եռագլխիկներից մի գլխիկն էլ է կտրել։ Այն երկու գլուխները ջախջախել է քաղաքական իմաստով։ Եվ քաղաքական իմաստով մեր խնդիրն է այն երկու գլխիկներն էլ գլխատել։ 41% ոնց է ջախջախել։ Ինչ անունեն։ Երկուսը միասին 41% ունեն ձայների։ Իսկ դուք 45%։ Ես ասում եմ, երկրում բաժանվել է միլիարդավոր դրամների ընտրակաշառք եւ ընտրակաշառք բաժանողները պետքա քաղաքական իմաստով, այո, ջախջախվեն, քաղաքական իմաստով ջախջախվեն։ Չի կարող ընտրակաշառք բաժանողը Հայաստանում տես բան է Դες կարծես թե բան չի եղել, դες պատգամավոր աշխատի 5 տարի։ Բարև ձեզ։ Պարոն Պապայան, Տեսակ մեկին, բանա, քաղաքապետ ընտրվեց։ Այն որ երաժշտությունը միացրել էր, դասական երաժշտության տակ բան էր անում, կաշառք էր, բանակցում մի հատ ուրիշ ենթակա պաշտոնյայի հետ։ Այ տեսակ, հիմա կգնա կնստի շատ երկար։ Պարոն Պապայան, Նոր կիմանան։ Պարոն Պապայան, ՔՊՄ-ը ինչ է, այսքան ռեսուրս ծախսում, նոր հոլովակները, ռոլիկներ պատրաստում ես նախընտրական շրջանում կամ ընդհանրապես հանրային ելույթների ժամանակ։ Դուք ասում եք, ինչ 18 թվականից պետք է նախկին մեղավորները, ովքեր խախտումներ էին արել, ճաղերի հետևում հայտնվեին 21 թվականին, պետք է ճաղերի հետևում հայտնվեին 26 թվականի նախընտրական շրջանում, էլի ինչքանով Ճիշտ եք ասում, եւ մենք ընդունում ենք, պարոն Կիրակոսյան, ես համաձայն եմ ձեր հետ, ձեր դիտողությունը ճիշտ է եւ մարդիկ, որոնք որ հիմա պիտի սպասեին նրան, որ ասենք 8 տարի առաջ դատվել են, պիտի սպասեին մի 2-3 տարի հետո դուրս գային, այսօր Հայաստանը քաղաքականությամբ է զբաղվում։ Դուք ճիշտ եք։ Ես ընդունում եմ, որ բացեր եղել են, բայց դրա պատճառը նաև այն է եղել, որ այդ
բաները մեր սահմանադրության մեջ այդ նաև այդ համակարգերը հենց է գրած եղել որ դե բանա սրա տղեն ինչի կարա ծմահ լինի բան դատավոր նրա տղեն հələ ծմահ կարա լինի դատավոր տես այդ բաներով սրա տղեն նրա տղեն եւ այլն այդ կներեք միտքս ավարտեմ այդ համակարգի պատճառով այդ մարդիկ ոչ թե սպասում են որ 2-3 տարին էլ լրանա դուրս գան այլ քաղաքականությամբ է զբաղվում բայց այս մանդատը ինձ թվում է բավարար է, որպեսզի պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարությունը երկար տարիներ անցկացնի բանտում